Սննդի անվտանգության տեսչական մարմինը մեկ շաբաթում կաթնամթերք արտադրող 3 ընկերություններում խախտումներ է հայտնաբերել։ Վանանդ կաթի գործունեությունը կասեցվել է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտման պատճառով։ Կասեցվել է նաև հինապարան եւ Արզնի կաթնամթերք ընկերությունների առանձին ապրանքների արտադրությունը։ Վերջին վերահսկողությունները իրականացվել է Վանանդը բողոքի հիման վրա, իսկ Աբարյան կաթը մեկ այլ տնտեսվարող սուբյեկտի մոտ վերահսկողության արդյունքում հետագծելիության սկզբունքը ապահովելու պետական վերահսկողության ընթացքում։ Տեսչականը վերահսկողություն է իրականացնում տարեկան պլանով հաստատված ցանկով եւ բողոքների հիման վրա։ Բարձր ռիսկային տնտեսվարողները ստուգվում են տարին 1, միջինները 3 տարին 1, իսկ ցածր ռիսկային արտադրողները 5 տարին 1 անգամ։ Երբ որ տնտեսվարող սուբյեկտի գործունեությունը կասեցվում է կամ առանձին գործառույթները, այդ դեպքում տնտեսվարողը պետք է չիրականացրի արտադրական գործունեություն, այլապես ինքը կտուգանվի հանձնարարականի չկատարման համար։ Կասեցված արտադրամասերի գործունեությունը վերականգնվում է թերությունները վերացնելուց հետո։ Այսպես, օրինակ, 2 տարի անց հանվել է պանրի այս արտադրամասի գործունեության կասեցումը։ Սեփականատերը պատմում է, թե ինչ են արել այդ ընթացքում։ Կասել է կպցվել պահեստները, պոլերը, լաբորատորիա սարքվել, անդերցարան, բաղնիկ, զուգարան։ Ժամկետի ավարտին պետքա տնտեսվարողը գրավոր տեղեկացնի տեսչական մարմին, որ ձեր կողմից տրված հանձնարարականները իրականացվել են, եւ այդ դեպքում նորից ստուգման հրաման է բացվում եւ տեսուչները արդեն օբյեկտում հասկանում են կատարման փաստը։ Եթե իրականում իրականացվել է, վերացվում է կասեցումը, եթե ոչ, ապա նորից կասեցված մնում է։ Սերյոժան պատմում է, այդպիսի ստուգումներ էլի են եղել։ Այնտեղ ուրիշ պայմաններով ա եղել, էլի դառի հիմա մի քիչ հստացվել է։ Վերջին 3 տարում կասեցվել է կաթնամթերքի 63 ընկերության գործառույթը կամ արտադրատեսակի արտադրությունը։ Վերացվել է 27-ի կասեցումը։ Էմմա Վարդանյան, Արտակ Գևորգյան, լուրերի համար։